Հայաստանում մեկնարկում է լայնածավալ հետազոտություն, որն ուղղված է բնակչության շրջանում կառավարելի վարակիչ հիվանդությունների տարածվածության գնահատմանը։ Ծրագիրը իրականացնում է Առողջապահության նախարարությունը, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ռուսաստանյան գործընկերների հետ։ Առողջության առաջնային պահպանման ուղղակի բուժաշխատողները հետազոտությունները ճշգրիտ անցկացնելու համար արդեն մի քանի օր է մասնակցում են վերապատրաստումների։ Ծրագրի բուն նպատակը կայանում է մեր բնակչության շրջանում այնպիսի հիվանդությունների տարածվածության վերահանում, ինչպիսիք են կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, ինչպես նաև հեպատիտներ A, B, C, D, E, որը բավականին կարևոր է եւ կտա մեզ շատ լավ պատկեր այս վերոնշյալ հիվանդությունների տարածվածության մասին։ Հետազոտությանը նախատեսվում է ներգրավել 7000-ից ավելի մասնակից։ Անվճար կամավոր հետազոտությանը կարող է մասնակցել 1 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ առողջության առաջնային պահպանման որևէ օղակ այցելելով։ Բավական լայնածավալ ծրագիր է եւ իմաստը կայանում է նրանում, որ մենք ընդգրկելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը եւ բոլոր տարիքային խմբերից։ Մասնակցությունը կայանում է նրանում, որ մարդիկ գալով եւ արյուն հանձնելով կնպաստեն ծրագրի իրագործմանը, բնականաբար կօգնի հետագայում ավելի թիրախային կազմակերպելու մեր համապատասխան գործողությունները, թե կանխարգելիչ, թե բուժական եւ թե պատվաստումային գործընթացները իրականացնելու համար։ Նախաձեռնությունը հիմնված է 2023 թվականին իրականացված հետազոտության փորձի վրա, որը նպատակ ուներ ուսումնասիրել COVID-19-ի տարածվածությունը։ Այդ հետազոտության արդյունքները հնարավորություն տվեցին ձևավորել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ռազմավարությունը։ 23 թվականի հետազոտության արդյունքները վերաբերում են զուտ COVID-ին եւ COVID-ի պատվաստումների արդյունքներին, որոնց վերլուծությունը մեզ թույլ տվեց հետագայում արդեն ստրատեգիկ որոշումներ կայացնել, պատվաստումներ շարունակել, չշարունակելու եւ ինչ ծավալով շարունակելու հարցում ներկայումս COVID-ի պատվաստումը մեր երկրում խորհուրդ է տրվում միայն ռիսկի խմբերին։ 2022-ից 2023 թվականներին իրականացված հետազոտության նպատակն էր գնահատել կորոնավիրուսային վարակի նկատմամբ բնակչության իմունիտետի ձևավորումը։ Հիմա, երբ մենք արդեն գտնվում ենք հետ-COVID-յան ժամանակաշրջանում, այդ տեխնոլոգիան օգտագործում ենք պատվաստումների միջոցով մյուս վարակների նկատմամբ բնակչության իմունիտետի գնահատման համար։ Հետազոտությունը կմեկնարկի մարտի 17-ից եւ կտևի մոտ 2 շաբաթ։ Առողջապահության նախարարությունը մինչև մարտի 17-ը իր պաշտոնական էջում կտեղադրի նաեւ հետազոտության մասնակցման առցանց հայտը։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։